Բարև ձեզ։ Ինչպես եւ խոստացել էինք, այս տեսանյութում մենք միասին սովորել ենք, թե ինչպես պետք է ճիշտ ձեռքերի վրա կանգնել։ Այսպես ասած, ստոյկան առուկախ վարժությունը։ Այժմ մենք ձեզ ցույց կտանք մի քանի նախապատրաստական վարժություն, որոնք օգնում են ավելի ճիշտ կանգնել ձեռքերի վրա եւ հեշտ սովորել այդ վարժությունը։ Այս վարժությունները կարող են կիրառել թե աղջիկները եւ թե տղաները։ Առաջին բանը, որ ցանկացած մարդու մտքով անցնում է ձեռքերի վրա կանգնել սովորելու համար, դա պատի մոտ հենց փորձում է ձեռքերի վրա կանգնել։ Այս մեթոդը շատ պրակտիկ է, բայց միշտ չէ, որ օգնում է սովորել։ Առաջին հերթին պետք է հասկանանք, թե որքան են ձեր ձեռքերը պատրաստ ձեր մարմնի քաշը պահելու համար։ Դրա համար մենք ունենք միջին ցուցանիշ, այսինքն, եթե դուք կարողանում եք 15-ից 20 անգամ գետնից հրումներ կատարել, դա նշանակում է, որ ձեր ձեռքերը արդեն պատրաստ են ձեր մարմնի քաշը պահելու համար։ Եթե ձեր մոտ չի ստացվում գոնե 15 անգամ գետնից հրումներ կատարել վստահ ձևով, ապա պետք չէ սկսել ձեռքերի վրա կանգնել սովորելը։ Առաջին հերթին պետք է ձեր ուժային տվյալները շատացնեք եւ այնուհետեւ անցնեք ձեռքերի վրա կանգնելու։ Եթե ձեր մոտ արդեն վստահ ստացվում է գետնից հրումներ կատարելը, ապա երկրորդ վարժությունը, որ պետք է փորձեք կատարել, սա երկրորդ նախապատրաստական վարժությունն է, դա ոտքերը դնում եք ինչ-որ բարձր տեղ, օրինակ աթոռի վրա եւ փորձում եք գալ ձեռքերի վրա առաջ, փորձեք այդ գլխի վար դիրքին սովորել։ Դա հիմնականում օգնում է, որպեսզի ձեր դաստակները սովորեն այդ ծանրությանը եւ առհասարակ հասկանաք, թե ինչպիսի ծանրություն է գալիս ձեռքերի վրա։ Եթե այս վարժությունը կատարելիս ձեր մոտ ձեռքերը չեն դողում եւ դուք վստահ կարողանում եք ձեռքերի վրա ձեզ պահել, ապա հանգիստ կարող եք անցնել պատի մոտ փորձելու։ Ձեռքերը դնում ենք պատից 1 ոտնաթաթ հեռավորության վրա, այսինքն մոտ 30 սանտիմետր, եւ փորձում ենք ոտքով հրվել դեպի պատը եւ մեջքով կպնել պատին։ Այս դիրքով փորձեք մնալ 5-ից 10 վայրկյան եւ այնուհետեւ իջեք։ Եթե ձեր մոտ ստացվում է արդեն կատարել պատի մոտ եւ դուք կարողանում եք մոտարապես 5-ից 10 վայրկյան պահել ձեզ ձեռքերի վրա, դա նշանակում է, որ արդեն կիսով չափ սովորել եք ձեռքերի վրա կանգնել։ Հաջորդ քայլը արդեն պետք է փորով պատի մոտ լինեք եւ հնարավորինս մոտիկ, այսինքն ոչ թե ձեռքերը դնում ենք 1 ոտնաթաթ հեռավորության վրա, այլ ոտքով բարձրանում ենք պատի մոտ եւ կամաց-կամաց մոտենում ենք ամբողջ մարմնով պատին։ Դեմքով դեպի պատի մոտ ձեռքերի վրա կանգնելը մի փոքր ավելի բարդ է, քանի որ հավասարակշռությունը պահելը արդեն ավելի բարդանում է։ Եթե ձեր մոտ արդեն ստացվում է նաև այս դիրքով վարժությունը պահելը, փորձեք մի փոքր գալ առաջ եւ առանց պատին հենվելու հավասարակշռությունը պահել։ Երբ որ գալիս եք առաջ, արդեն չեք հենվում պատին եւ ձեռքերով սկսում եք մատերով սխմել եւ փորձել պահել հավասարակշռությունը, որպեսզի մեջքի վրա չընկնեք։ Անընդհատ այս վարժությունը փորձելով կամաց-կամաց ձեր մոտ կսկսի ստացվել հավասարակշռությունը պահելը։ Շատ կարևոր է ձեռքերի վրա կանգնելու ցանկացած վարժություն կատարելուց առաջ կատարել նախավարժանք, այսինքն տաքացնել դաստակները, որպեսզի չստանաք վնասվածքներ։ Դա նաև օգնում է հետագայում ձեռքերի վրա կանգնելուց ավելի վստահ զգալ եւ ոչ մի ծակոց ցավ չի առաջանում։ Այս 3 նախապատրաստական վարժությունները ձեզ կօգնեն, որպեսզի շատ հեշտ եւ արագ սովորեք ձեռքերի վրա կանգնել։ Իհարկե ձեր մոտ ամեն ինչ միանգամից չի ստացվի, որոշակի ժամանակահատված է պետք 1-2 ամիս, որպեսզի կարողանաք լիարժեք սովորել ձեռքերի վրա կանգնել։ Եթե այնուամենայնիվ ձեր մոտ չի ստացվում այս վարժությունները կատարել, օրինակի համար դուք վախում եք ձեռքերի վրա կանգնել, պատի մոտ ձեր ձեռքերը դողում են եւ կա ինչ-որ վախ, այս դեպքերի համար մենք խորհուրդ կտանք ձեզ փորձել կանգնել գլխի վրա, այսինքն ձեռքերը պահում եք, ձեռքերը դնում եք ձեր դիմացը եւ գլխի վրա եք կանգնում, մեջքով դեպի պատը։ Այս վարժության կատարելը օգնում է ձեզ, որպեսզի զգաք, թե ինչպես պետք է գլխի վար դիրքում պահեք հավասարակշռությունը։ Այժմ խոսենք սխալներից։ Ամենից հաճախ վարժությունը սովորելու ժամանակ կատարվում են հետևյալ 3 սխալները։ Առաջինը դա ձեռքերի ծալելն է։ Ձեռքերի վրա կանգնելիս հիմնականում վախի պատճառով կամ ուժի բացակայության պատճառով ձեռքերը ծալում են։ Ծալած վիճակում դուք չեք կարող զգալ ձեր հավասարակշռությունը։ Այսինքն ցանկացած տեսակի պատի մոտ լինի թե ուղղակի առանց պատ վարժությունը կատարելիս պարտադիր ձեռքերը պետք է լինեն ուղիղ։ Երկրորդ ամենատարածված սխալը դա մեջքի ծուռ լինելն է։
Պատի մոտ մենք պարտադիր նշեցինք, որ պետք է ձեռքերը դնել մեկ ոտնաթաթ հեռավորության վրա։ Եթե դուք փորձեք ավելի հեռու դնել, ինքնըստինքյան ձեր մեջքը արդեն կծրվի։ Եթե դուք չլինեք ուղիղ դիրքում, ապա մեջքը փոս է ընկնում եւ ինքնըստինքյան անդադ ընկնելու եք մեջքի վրա։ Երկրորդ պայմանը, անպայման հետևեք, որպեսզի մեջքը լինի ուղիղ, որպեսզի կարողանաք զգալ հավասարակշռությունը։ Եվ երրորդ, երևի թե ամենակարևոր պայմանը դա շնչառությունն է։ Ձեռքերի վրա կանգնած դիրքում բոլորը ռեֆլեքսորեն սկսում են չշնչել, եւ դա խանգարում է շնչառությունը, երբ որ կանգնում է, դուք արդեն չեք կարողանում երկար մնալ այդ դիրքում։ 10-15 վայրկյան հետո արյունը տալիս է գլխին եւ դուք ստիպված իջնում եք։ Փորձեք անընդհատ շնչել, սովորական շնչառությամբ, սովորական տեմպով փորձեք ձեռքի վրա կանգնած դիրքում շնչել։ Եթե ձեր մոտ այս ամեն ինչը ստացվի, դուք աստիճանաբար կկարողանաք երկար ձեռքերի վրա կանգնել 30 վայրկյանից մինչև 1 րոպե։ Ձեռքերի վրա կանգնելու վարժությունը հատկապես խորհուրդ ենք տալիս սովորել street workout-ի ատլետներին, քանի որ այն շատ գեղեցիկ վարժություն է եւ եթե դուք այն կիրառեք կոմբինացիաների մեջ, շատ գեղեցիկ կարող է նայվել եւ բարձր միավորներ հավանել։ Եվ հատկապես խորհուրդ ենք տալիս սովորել այն ատլետներին, ովքեր սովորում են կամ արդեն սովորել են պլանշ վարժությունը, քանի որ պլանշը եւ ձեռքերի վրա կանգնելու վարժությունը միասին կոմբինացնելով կարող ենք ստանալ ամենաբարդ կոմբինացիաներից մեկը։ Հուսով ենք ձեզ դուր եկավ այս տեսանյութը եւ մենք կարողացանք հնարավորինս մանրամասն բացատրել ձեզ, թե ինչպես պետք է սովորել ձեռքերի վրա կանգնել։ Եթե ունեք հարցեր կամ առաջարկություններ, գրեք մեկնաբանություններում, միացեք մեր Facebook-յան էջին եւ զբաղվեք սպորտով։